Որքան մոտենում է հունիսի 7-ը, Մոսկվան այնքան ավելի մեծ հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։ Պատահական չէր Սալավյովի բաց հայտարարությունը Դուգինի Սալավյովի հատուկ գործողություն։ Այո, իրենք ասին, որ մեզ համար այնքան սարսափելի չէ Ուկրաինայի կորուստը, Վենեսուելայի կորուստը, ինչքան որ Հայաստանի կորուստը։ Հայաստանը Դուգինը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը պետություն չպետք է ունենա, պետք է լինի մեր կցորդը, մեր մի մարզը, եւ եթե հանգարց իրենք ուրիշ ճանապարհով գնացին, հատուկ գործողություն նաեւ կմտցնենք Հայաստանում։ Պատահական չէ։ Ռուսները մեզ հիմնականում մեղադրում են բաց տեքստով։ Այն Մաշա ինչ էր ազգանունը Զախարովան ասել, չէ, ասում է հանում են 200 տարվա Թուրքմենչայի պայմանագրեր են մատնացույց անում, բայց մոռանում են Ղարսի, Մոսկվայի պայմանագրերը ոնց մեր ազգին ուրեմն վաճառեցին թուրքերին, դրա մասին մոռանում են եւ հայտարարում են, ասում են ուրեմն որ Հայաստանը սկսել է մտերմանալ մեզ թշնամի խորապես թշնամի համարվող պետությունների միությանը։ Հետաքրքիր է, այդ որ դուք դրանց թշնամի եք համարում, իսկ ով չի ձեր թշնամին, ձեր շուրջը նայեք, ով չի ձեր թշնամին, ամբողջ ոչ թշնամի հարևան չունեն, ոչ թշնամի հարևան չունեն, ամբողջ աշխարհին դարձրել եք ձեր թշնամին,